կարևորություններ երևանի ամրոցը վանի թագավորությունում։ Տեսեք, երեխեք, մենք քարտեզը պատկերացնում ենք, չէ՞։ Հիմա Արարատյան դաշտը ինքը ըստ ձեզ ինչ կարևորություն կունենա յուրաքանչյուր արքայի համար։ Ասենք Արարատյան Արգիշտի առաջինի համար թող լինի, թող Տիգրան մեծի համար լինի, օրինակ Արարատյան դաշտը ինչով է նպաստավոր։ Բերքի համար, չէ, բերքը շատ կարևոր է, չէ, իրա կլիմայով նպաստավոր է, թե չէ։ Նպաստավոր է։ Այստեղ մենք կարող ենք բերք ունենալ, խաղող ունենալ, կարող ենք ջրավառոքում իրականացնել, չէ, իրա տարածքը բավական լավն է, չէ։ Հիմա այս Արարատյան դաշտը այն ժամանակ ուրարտական աղբյուրներում հիշատակվում է որպես վազա երկիր։ Կան գիտնականներ, որոնք կարծիք են հայտնում, որ վազա անունը կարող է առաջացած լինի խաղողի վազ անունից, գիտենք Արարատյան դաշտը շատ հարուստ է խաղողով։ Ու գիտենք կան լեգենդներ, որ Նոյ Նահապետը որ իջնում է Արարատյան դաշտում խաղող է, չէ՞, տնկում։ Խաղողի որդա տնկում է, լեգենդ է։ Հա, հիմա երբ որ ուրարտական կայսրությունը մեծանում էր, ինքը մեծանում էր, իրանց համար, ընդհանրապես իրանց համար, իրանց գաղափարախոսության մեջ շատ կարևորը դաշտերին տիրելը։ Ուրարտական թագավորությունը գրեթե երբեք չի գնում այնտեղ այնպիսի տարածքներ, որտեղ շատ անտառներ են։ Իրանք իրանց գաղափարախոսության մեջ դա այդքան չկա։ Հա, իրանք սիրում են վերցնել բլուրներ, որոնց կողքը լինի դաշտեր, հա, սարքել ամրոցներ այնտեղ, եւ կողքը, չէ, ամրոցին պետքա պահի, չէ, դաշտը, այգեգործություն պետքա լինի, երկրագործություն պետքա լինի, անասնապահություն պետքա լինի, չէ, որ ինքը մատակարարի իրանց քաղաքին, իրանց ամրոցին։ Եվ սարքում են սովորաբար մի հատ մեծ կարևոր քաղաք, կողքերը էլի քաղաքներ, որ ոնց որ իրանք իրար պահեն։ Հա, հիմա Արարատյան դաշտը այս առումով շատ կարևոր է, որովհետեւ պատահական չի, չէ, որ մեր մայրաքաղաքների մեծ մասը որտեղ են, Արարատյան դաշտում են։ Հա, Արարատյան դաշտի մի մասը միջնադարյան սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես Ոստան հայոց գավառ։ Այսինքն ինքը հատուկ նշանակություն ունի։ Եվ իր կարևորությունը նաև նրանում է, որ Էրեբունին, երբ որ դու վերցնում ես այս տարածքը քո վերահսկողության տակ, դու սկսում ես նաև ապահովել քո վերահսկողությունը կամ քո հետագա նվաճումները կամ քեզ ապահովել դեպի հյուսիսից, Սևանի ավազանից, դեպի Արարատ, այսօրվա Արարատի մարզի տարածքից, դեպի Նախիջևանի տարածքից։ Այսինքն ինքը համ տնտեսական կարևոր կենտրոն է, համ վարչական կենտրոն է, համ ինքը ռազմավարական կենտրոն է։ Եվ երբ որ դու բարձրանում կանգնում ես Էրեբունի գագաթին, ամբողջ Արարատյան դաշտի գոնե մի զգալի մասը քեզ երևում է, այսինքն դու կարողանում ես վերահսկել այս ամենը։ Իսկ դա շատ կարևոր է, եթե վտանգ կա, սովորաբար որ ասում է, չէ, ամրոցները իրար մոտիկությամբ են սարքում։ Հա, պատկերացրեք, ասենք օրինակ եկան հարձակվեցին, չէ, մենք ուզում ենք տեղեկացնենք, գիշերը մի հատ խարույկ ես վառում կամ հա, մի հատ այդ խարույկի միջոցով այս մի ամրոցը տենում է, որ ստե վտանգ կա, մյուսն էլ է խարույկ վառում, տեղեկացնում է մյուսին, այն մյուսը մյուսին ու սեն շղթայով սկսում են տեղեկացնել։ Այսինքն, եթե օրինակ Էրեբունու վրա գա հարձակում, մինչև Սևանի ավազան մենք կարող ենք 3 ժամում տեղեկացնենք այդ վերահաս վտանգի մասին։ Նաև Ասորեստանի մասին գիտենք։ Ասորեստանյան սկզբնաղբյուրներում իրանք հիշատակում են, որ ուրարտացիները աշտարակներ ունեին հատուկ։ Եվ երբ որ այդ աշտարակների վտանգի ժամանակ սկսում էին այդ բաներով, խարույկներով, ջահերով, հա, հատուկ այրվող այդ բաներով, կանթեղներով, հա, սկսում էին իրանք իրար տեղեկացնել։ Այս շատ կարևոր է իրար։ Մեր համար շատ կարևոր է, որ մենք ունենանք դաշտ, որտեղ դաշտը անասնապահություն, երկրագործություն, ջրավառոքում, այս ամեն ինչի համար կարևոր է։ Ուրարտական գրեթե բոլոր
մեծ ամրոցների կողքը դաշտ է։ Ուր ուզում եք գնացեք, ուզում եք Տուշպա գնացեք, ուզում եք Այանից գնացեք, ուզում եք Բաստան գնացեք, ուզում եք Արգիշտիքինիլի գնացեք, բոլոր այդ ձև կարևոր տեղերը դաշտ է։ Դա գլխավոր կանոններից մեկն է։ Իրանց արքաները այդքան ես չգիտեմ ինչի, բայց չեն սիրում գնային օրինակ անտառոտ տեղեր։ Այսօր օրինակ Աղուշը Ուրարտուի մեջ չի մտել, գլխավորապես չի մտել, լորվա մի մասը չի մտել, Ճորոխի ավազանի մի մասը չի մտել, որովհետև դրանք անտառոտ տարածքներ են ու նաև երևի դժվար է եղել նաև դրանք նվաճել։